Եվ այսպես Նիկոլ Փաշինյան, Վլադիմիր Զելենսկի եւ Տոմս ընդամենը մեկ ուղղությամբ Հայաստանի Հանրապետության համար Տոմս հարգելի հեռուստադիտողներ Եվրոպական ընտանիքի գագաթաժողովը Հայաստանի Հանրապետությունում իրականում մի երևույթ է, որը ուղիղ ազդեցություն կարող է ունենալ թե Հայաստանի անվտանգության վրա, թե մեր տարածաշրջանում աշխարհաքաղաքական դասավորվածությունների վրա։ Տեսեք 2022 թվականին ուկրաինական պատերազմի մեկնարկից հետո Հայաստանի Հանրապետությունը պետք է փորձեր մաքսիմալ զսպվածություն ցուցաբերել այս կոնֆլիկտի շրջանակներում։ Շատ պարզ պատճառով մենք ավելի քան 2 միլիոնանոց հայկական համայնք ունենք Ռուսաստանի Դաշնությունում, մենք ունենք ավելի քան 100,000-անոց հայկական համայնք Ուկրաինայում եւ դու որպես իշխանություն դու պետք է հասկանայիր, որ քո ցանկացած քայլ կարող է հանգեցնել խնդիրների ոչ միայն քո համար որպես պետություն, այլ նաեւ խնդիրների քո հայրենակիցների համար Ռուսաստանի Դաշնության տարածքում Ուկրաինայում։ Սա իր հերթին նշանակում էր հետեւյալը. դու պետք է ոչ միայն զուսպ լինես, այլ դու նաեւ պետք է հասկանաս, որ եթե դու այս կամ այն երկրին, օրինակ հումանիտար աջակցություն ես ցուցաբերում, դու պետք է երկու կողմերին էլ դա իրականացնես, այսինքն որոշակի առումով հավասարություն պահես։ Դու պետք է փորձես օգնել բոլոր տեղերի հայերին։ Ավելին եւս մի նրբերանգ կա, տեսեք, Հայաստանի Հանրապետությունը ինքը ոչ միայն հանդիսանում է ՀԱՊԿ անդամ, ինքը հանդիսանում է նաեւ ԵԱՏՄ անդամ, ավելին 1997 թվականին մենք Ռուսաստանի Դաշնության հետ ստորագրել ենք փոխգործակցության եւ օգնության մասին պայմանագիր, մենք այս պայմանագրերը կամ այս կառույցներում անդամակցությունը չենք չեղարկել։ Դա իր հերթին տրամաբանորեն ինչ էր նշանակում, որ Հայաստանի Հանրապետությունը ռուս-ուկրաինական կոնֆլիկտի շրջանակներում ուներ որոշակի պարտավորություններ որպես Ռուսաստանի Դաշնության դաշնակից, բայց ի ուրախություն մեզ բոլորիս Ռուսաստանի Դաշնությունը ոչ Հայաստանից, ոչ ՀԱՊԿ կամ ԵԱՏՄ անդամ այլ պետություններից չէր պահանջում, որ իրենք միանային պատերազմական գործողությունների կամ իրենք միանային տնտեսական պատժամիջոցներին հարգելի հեռուստադիտողներ անկեղծ լինենք, երբ որ հարձակում եղավ Ռուսաստանի Դաշնության Կուրսկի շրջանի վրա, մի շրջան, որը միջև ուկրաինական պատերազմի մեկնարկը Ռուսաստանի Դաշնության կազմում էր ռուսական կողմը աջակցություն խնդրեց ոչ թե ՀԱՊԿ անդամ պետություններից, այլ Հյուսիսային Կորեայից զինվորների բերեց, որպեսզի իրենք միասին պաշտպանեն Ռուսաստանի Դաշնության տարածքային ամբողջականությունը։ Սա ռազմական առումով, տնտեսական առումով Ռուսաստանի Դաշնությունը ոչ միայն չէր պահանջում ԵԱՏՄ անդամ պետություններից, այդ թվում նաև Հայաստանից միանալ Ռուսաստանի պատերազմական, տնտեսական պատերազմական գործողություններին ընդդեմ Միացյալ Արևմուտքի, այլ Ռուսաստանը ինքը շահագրգռված էր նրանում, որ Հայաստանի Հանրապետությունը, ինչպես նաև իր դաշնակից այլ պետություններ ունենան դաշնակցային բարեդրացիական հարաբերություններ Արևմուտքի հետ, որովհետեւ Հայաստանի Հանրապետությունը կամ նմանատիպ այլ երկրները լինեն այն լոգիստիկ, տնտեսական հաբերը, որոնց միջոցով Ռուսաստանի Դաշնությունը կկարողանա պահպանել իր կապը աշխարհի հետ։ Ու իրականում հենց այս տրամաբանությամբ էլ ընթանում էին գործընթացները, զարգացումները, պատահական չէ, որ հեռախոսներ վաճառող ընկերությունը դարել է Հայաստանի Հանրապետության թիվ 1 խոշոր հարկատուն։ Դրանից առաջ լրիվ այլ կազմակերպություններ էին, մեղմ ասած, թիվ 1 հարկատուն Հայաստանի Հանրապետությունում։ Սա պայմանավորված էր ուկրաինական պատերազմով ու պայմանավորված էր նրանով, որ Ռուսաստանը ինքն է շահագրգռված նրանով, որ Հայաստանը հավասարակշռություն պահպանելով ունենար բարեդրացիական հարաբերություններ եւ Եվրոպայի հետ, եւ Ռուսաստանի Դաշնությունն կարողանար այդ ամեն ինչից օգտվել։ Բայց առնվազն մենք կարող ենք ունենալ տպավորություն, որ մայիսի 3-ից, 4-ից, 5-ից, 6-ից հետո Հայաստանի Հանրապետությունը կորցնելու է այս հնարավորությունը։ Հայաստանի Հանրապետությունը պատմականորեն Նիկոլ Փաշինյանը շատ չէ խաչմերուկի մասին խոսում, բայց Հայաստանի Հանրապետությունը իսկապես պատմականորեն խաչմերուկ էր, կամուրջ էր արևելքի, արևմուտքի, հյուսիսի, հարավի միջև։ Մենք հենց այս կարևորագույն մեր հատկությունը կորցնում ենք նրանով, որ մեր կամքով վերածվում ենք հակառուսական պլացդարմի։ Նիկոլ Փաշինյանը նույնիսկ պատկերացնեք այսպիսի մի իրականություն, որ նա չի ուզում փչացնել հարաբերությունները Ռուսաստանի Դաշնության հետ, իսկ եվրոպական ընտանիքի գագաթաժողովը
Եվրոպական համայնքի գագաթաժողովը Երևանում իրեն անհրաժեշտ է որպես նախընտրական բոնուս, նախընտրական տրամպլին, նախընտրական ցածկահարթակ, որպեսզի նա կարողանա նախընտրական պայքարի մեկնարկից 1-2 օր առաջ մեդիա առումով այնպիսի պատկեր ստեղծել, որ քաղաքացիները կարծեն, որ իրեն այլընտրանք ոչ միայն հիմա, այլ նաև միջնաժամկետ կտրվածքով Հայաստանի Հանրապետությունում չի կարող լինի։ Միգուցե Նիկոլ Փաշինյանի նպատակը կամ պահանջը միայն սա էր, բայց մենք եվրոպացի գործընկերները, ինչպես ցանկացած իրեն հարգող քաղաքական սուբյեկտ, քաղաքական միավոր ինքն էլ ունի իր շահերը, իր պատկերացումները, իր մոտեցումները, իսկ իրենց համար ներկայիս պատմական փուլում թիվ 1 խնդիրը հակառուսականությունը մաքսիմալ աստիճանի հասցնելն է, Ռուսաստանին զսպելն է, Ռուսաստանին տնտեսական առումով, քաղաքական առումով, ռազմական առումով, աշխարհի տարբեր հատվածներից, տարբեր ծայրերից դուրս բերելն է, Ռուսաստանի ազդեցությունը նվազեցնելն է։ Ուստի իրենք այստեղ կարող են շատ պարզ գործարքի գնալ։ Նիկոլ Փաշինյանին անհրաժեշտ է պայմանականորեն Էմանուել Մակրոնի ներկայությունը Երևանում, Ուրսուլա ֆոն դեր Լայենի ներկայությունը Երևանում, Ուրսուլա ֆոն դեր Լայենին Էմանուել Մակրոնին կայակալացնել անհրաժեշտ է, որ Հայաստանը դառնա հարթակ հակառուսական քաղաքականություն իրականացնելու, հակառուսական հայտարարությունների ցածկահարթակ պետք է դառնա։ Եվ հենց դա էլ տեղի ունեցավ։ Ավելին, եվրոպացի մեր հարգարժան գործընկերները կարող էին նաև շատ հստակ պահանջ դնել, որ Վլադիմիր Զելենսկին պարտադիր պետք է մասնակցի այս գագաթաժողովին, ինչը եւ տեղի ունեցավ։ Իսկ եթե Զելենսկուն մենք նույնիսկ մի կողմ ենք թողնում, մենք պետք է խոսենք այն մասին, թե ինչ ասաց Էմանուել Մակրոնը։ Նա մեզ անվանեց ռուսական արբանյակ պետություն։ Փաստացիորեն նա ասաց, որ մենք Ռուսաստանի վասալն ենք։ Դե ֆակտո հենց դա է ասել Էմանուել Մակրոնը, նաև ասում է, եթե տեղի չունենալ Նիկոլի այսպես կոչված Թավշյա հեղափոխությունը, այս երկրների, այսքան երկրների ղեկավարներ, ներկայացուցիչներ իրենք Հայաստանում չեն լինի։ Նախ Էմանուել Մակրոնը ըստ երևույթին չգիտի, որ Նիկոլ Փաշինյանը այդքան էլ մեծ կապ չունի Թավշյա հեղափոխության հետ, եւ այնտեղ լրիվ այլ զարգացումներ են տեղի ունեցել, բայց այս ամեն ինչը մենք մի կողմ ենք թողնում։ Բայց Էմանուել Մակրոնը կարծես թե հիշողության հետ էլ ունի խնդիրներ։ Առաջին անգամ Նիկոլ Փաշինյանի հետ որտեղ էր հանդիպել Էմանուել Մակրոնը, որտեղ իրենք պաչիկներ էին անում, Երևանում են հանդիպել ֆրանկոֆոնիայի գագաթաժողովի ժամանակ Էմանուել Մակրոնը Ֆրանսիայի նախագահ լինելով մինչև 18 թվականը ֆրանկոֆոնիան անցկացնելու համաձայնություն է տվել Հայաստանում ու նա Հայաստանը համարել է Ռուսաստանի արբանյակ, Ռուսաստանի վասալ պետություն, դե եթե այդպես ուրեմն տրամաբանական էր, որ Էմանուել Մակրոնը ՉՎԿ Վագներին Աֆրիկան պարտվել է։ Էմանուել Մակրոն, բայց ինչ ենք ասում, ինքը Նիկոլ Փաշինյանին նման է։ Նիկոլ Փաշինյանն էլ չէ, հայկական տարածքներ կորցրեց Էմանուել Մակրոնը, Ֆրանսիայում խնդիրներ ունեցավ, ինքն էլ հիշողության հետ ըստ երևույթի խնդիրներ ունի, կամ էլ իրենք կարծում են, որ միայն իրենց գալստով է, որ իրենց երկրները ինչ որ զարգացում են ունեցել կամ պատմությունը երևի իրենց գալով է սկսել։ Ժակ Շիրակը պատմական առումով մի փոքր ավելի ազդեցիկ գործիչ է, քան Էմանուել Մակրոնը, շատ ավելի մեծ եւ հետաքրքիր կենսագրություն ունեցող գործիչ է։ Ժակ Շիրակը չեր գա մի պետություն, ակնհայտ է, որը կլիներ կամ գոնե կդիրքավորվեր որպես Ռուսաստանի Դաշնության վասալ, իդեպ նույն Ժակ Շիրակը շատ ավելի խոհեմ լինելով Ռուսաստանի հետ փայլուն հարաբերություններ էր պահպանում։ Հետևաբար մենք պետք է նշենք հետևյալը, որ այսպես ասած երկու Փաշինյանների արանքն ենք ընկել, հա, ֆրանսիական եւ հայկական Փաշինյանների, ու այստեղ մենք նաեւ պետք է պատասխանենք հետևյալ հարցին. լավ, այս գագաթաժողովից ով է ամենաշատը շահելու կամ ով է ամենաշատը կորցնելու։ Արփինեն իր հարցում հետևյալ ձևակերպումը չէ տվեց, ինչ է շահում Նիկոլ Փաշինյանը, իսկ ինչ է կորցնում Հայաստանի Հանրապետությունը։ Ասենք կրկին, Նիկոլ Փաշինյանը մի քանի տոկոս է ստանում նախընտրական այս կարևոր փուլում, իսկ Հայաստանի Հանրապետությունը կորցնում է Ռուսաստանի Դաշնության աջակցությունը։ Վստահաբար կարելի է ասել, որ մոտ օրերս մենք արգասիքները այս եվրոպական գագաթաժողովի հայ-ռուսական հարաբերությունների համատեքստում մենք տեսնելու ենք, ով է այս ամեն ինչից ամենաշատը շահում։ Շատ բարձ Ադրբեջանը եւ Թուրքիան։ Անկախ նրանից, թե ինչ է ասում Ալեն Սիմոնյանը, անկախ նրանից, թե ինչ է ասում Նիկոլ Փաշինյանը, Արարատ Միրզոյանը, անկախ նրանից, թե քանի ավանակ քաղաքական առումով իրենք կներկեն եւ զեբր կդարձնեն, Թուրքիան եւ Ադրբեջանը չեն հարձակվում Հայաստանի վրա շատ պարզ պատճառով, որովհետեւ դեռևս կա Ռուսաստանի Դաշնության անվտանգային հովանոցը, որը դրսևորվում է 102 ռազմաբազայի ներկայությամբ, որը դրսևորվում է սահմանապահ զորքերի ներկայությամբ, որը դրսևորվում է համատեղ ՀՕՊ-ի եւ այլ կարևոր ռազմաքաղաքական պայմանավորվածությունների եւ ինստիտուտների առումով։ Հենց դա վերանա,
Ադրբեջանը եւ Թուրքիան կարող են օգտվել պատմական հնարավորությունների պատոնից եւ ի թիվս այլնի, օրինակ իրականացնեն Հայաստանի նկատմամբ այն ծրագիրը, որը Ադրբեջանի նախագահի վարչակազմը ֆինանսավորում է եւ որը կոչվում է Արևմտյան Ադրբեջան։ Հետևաբար Մակրոնի այս ելույթների թիվ 1 շահառուն լինելու է Իլհամ Ալիևը, լինելու է Ռեջեփ Տայիպ Էրդողանը։ Իդեպ երբեք չմոռանաք, որ ֆրանսիական Total-ը շարունակում է շատ սերտ համագործակցել Ադրբեջանի հետ։ Ու վերջում չմոռանաք նաև հետևյալը, միջև գագաթաժողովը Հայաստանում կային քաղաքական գործիչներ, որոնք պատկերացնում եք ասում էին Էմանուել Մակրոնը ամենահայամետ նախագահն է եւ մենք հիմա մոտենում ենք հայամետ նախագահի կառավարման դարաշրջանի ավարտին, ասում են մի մարդու մասին, ով 2022 թվականի հոկտեմբերի 6-ին Պրահայում ձեռքերը sense թաթախեց Արցախահայերի արյան մեջ։ Հիմա այդ նույն Էմանուել Մակրոնը եկել է եւ Երևանից հակառուսական հայտարարություններ անում։ Հետևանքները պատկերացնում եք, չէ՞։ Մտածեք այդ մասին։